Սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ մի տեսահոլովակ նկարեմ, չէի կողնորոշվում, որտեղ ոնց, երևի թե դուրս գնանք, որպեսզի համ կարողանամ խոսքս ազատ ձևակերպեմ, համ էլ որ ասում է Ալեքսի ականջներից հեռու հանգիստ արտահայտեմ խոսքս ու նեղությունս, ուրախությունս, կարոտս, ամեն ինչս։ Այսօր ամսի 17-ն է, մեր լորվա տարածաշրջանում IS-ի եղանակը։ Այստեղ վարդն է բացվել, այս վարդը 22 տարի է, ես այս հայացում եմ 22 տարի էլ կա միշտ։ Կտրում ենք խնամում, մաքրում, ես շատ գիտեմ, իրա տեսքը սիրում փունջ պահում է ու տրամադրությունս, որ նայում եմ բացվում է, ոնց չուրախանամ, դա ստեղ ինչքան սիրուն է, չէ, են ամեն թերթի վրա բնության մի հետաքրքիր նախշը կտեսնենք, հետքը կտեսնենք, յուրահատուկ է մեր բնությունը, իմ լորվա չնաշխարհիկ բնությունը, յուրահատուկ Աստված, որ ամեն ինչ ստեղծել է յուրովի, ամպերը մռայլ են, ցուրտ է, հուլիսի 17-ն է, թվում է թե էսա անձրև կգա, այն կողմում էլ հենա, ծաղիկները սա, այս մի թուփն էլ էլի 22 տարվա պատմություն ունի, ինչ եկել եմ կա, ինչև է, սրանք էլ այս ձևով են սիրուն ու հաճելի, ուրեմն տեսակ, որ օրվա ընթացքում դուս է եկել, սիրուն Ստեփանավանս նկարահանել, մի էլ թվում է, թե ինչ-որ անտառը մտներ, ոնց որ միշտ ասել եմ ու կասեմ, համ կենտրոնում եմ ապրում, համ այն տպավորությունն է, լսում եք, ոնց որ անտառը մտնես, ծտերի տպավոր ծլվլոցը խենթացնող է, եղանակը մի քիչ լավ լինի, որ կարողանանք անխոտը հնձեն, բակը վերջնական տեսքի գա, ինչև է, այսօր դրա մասին չի, որ ուզում եմ զրուցեմ, սիրելի հետևորդներ ջան, այսօր ովքեր ինձ հետևում են շաղաղաչաչուտվանից, այսինքն ես 7 տարի է, ես YouTube հարթակում եմ, գիտեք, որ վաղը աղբորոս ծննդյան օրն է, ու ոնց ասեմ, մեր լոռեցիների բարբառով ասեմ, ոչ մի անգամ ես չեմ սիրել ներկայանամ նենց, որ այդպիսին չլինեմ, ես ոնց կամ միշտ փորձել եմ, տենց էլ ներկայանամ, մի որ ասի աղբորոս ծննդյան օրն է վաղը, քթիս ծուխը դուրս եկավ, որովհետև նենց չի, որ իմ աղբերն է, դրա համար եմ ասում, իրոք եմ ասում, մեզ ճանաչողները դա կփաստեն, որ աղբեր ունեմ, աշխարհը չունի, աղբեր ունեմ, որ իմ համար հույս է, հավատ է, սար է, հենարան է, իմ կյանքի իմաստն է, իմ թևավոր մտքերի վեր բարձրացնողն է, իմ ապագան է, իմ ամենահարազատ մասնիկն է, այս մեծ ու կլոր դառն ու դաժան աշխարհի մեջ, մեկ-մեկ լինում է, որ սկսում եմ նախանձել, սուտ է, որ ասում են բարի նախանձ, չար նախանձ, չկա տենց բան, նախանձն ինքը շատ վատ բառ է ու մանավանդ իմաստը իմ համար ահավոր է, բայց մեկ-մեկ
Լինում է էլի, որ սենց նախանձով ես ասում ախերնակ իրանց, որ մի քանի քիրու ախպեր են ու սենց, բայց Աստված տվել է մեզ են, ինչը որ մենք ունենք, այս մեծ կլոր դառն ու դաժան աշխարհում, այս 8 միլիարդ մարդկության մեջ, մենք մի քուր ենք մի ախպեր, իմ հարազատ Արյունը այդ մի մասնիկն է, մեկս Հայաստանի սրտում, իմ համար Հայաստանի սիրտը, իմ Ստեփանավանն է, ճիշտ է Երևանն էլ եմ շատ սիրում, այն մյուսն էլ դրսերում գիտեք, Ռուսաստան, ու այս պահին միայն տարածությունն է մեզ բաժանում, ուրիշ բաժանող ոչինչ չունենք, փառք Աստծու, հարաբերությունները շատ լավն են, այնքան լավն են, սիրելի հետևորդներ, գիտեք, քանի 2-3-4 համարյա 4 տարի Դավիթը չի ուզել տեսախցիկի առաջ երևա, հետո երևացել է, արժանացել ձեր գովեստի խոսքերին, ձեր գեղեցիկ խոսքերին, ձեր թևավոր խոսքերին, շատ-շատերը թանձինս իմ հետևորդուհի Էմա Մանկյանի իրան դասել եք արժանապատիվ տղամարդկանց դասին, քանի որ տեսնելով իր մարդ տեսակը, հասկանալով, նկատելով, տեսնելով իր շարժուձևը, իր բոյբուսաթով տղուն, թիկնը, այդ ամեն ինչը ինձ թվում է տեսախցիկից այն կոմել է, պարզ երևացել ու դրա համար էլ Աստծուն փառք, շնորհակալ եմ համ Աստծուն, համ էլ ձեզ, այո, որ կարողացել եք ընկալելու, տեսնել, հասկանալ իմ աղբորոս մարդ տեսակը։ Երբեմն մտքովս միշտ անցել է, ասել եմ տենաս, որ քուր ունենայի, ինչ ձևի կլներ մեր հարաբերությունը։ Հետո ասել եմ, տո լավ է, եթե Աստված տվել է ինձ մի հատ մեկ ու ճար ախպեր, ինքն իմ համար պիտի լինի ամեն ինչ, ամենա։ Այս աշխարհում ամենաբարի, ամենադրական, ամենաիդեալական ու ամենալավ հատկություններով, իհարկե իմ համար, օժտված է իմ աղբերս, որովհետև ինքն իմ համար ուրիշ աշխարհ է, ինքն իմ համար վառ օրինակ է, ինքը իմ հույսն ու հավատն է, իմ ոնց ասեմ, ուժն ու թևն ու թիկունքն է, Աստծուն փառք, ունեմ ընտանիք, թեկուզ տարածությունն է մեզ բաժանում, փառք Աստծու, եթե ամուսինս դրսում էլ է, գիտեմ, որ շատ-շատերդ էլ համոզվել եք, միևնույնն է, կլինեն և հակառակ կարծիքի մարդիկ էլ, դեմ չեմ, քանի որ ես մենակ եմ, իմ լսարանը մեծ, մարդկանց կարծիքներն էլ տարբեր, կոնկրետ ես գիտեմ, ինչու է դրսում, ինչու էսպես, ինչու այնպես, բոլոր ինչուների պատասխանը գիտեմ, ու Աստծուն փառք, այսօր ցավով եմ ասում, շատ-շատերի ընտանիքից ես իմ ընտանիքը ավելի լիարժեք եմ համարում, քանի որ իմ Ալեքսը իր պապայի տեղն էլ գիտի, զանգն էլ գիտի, նվիրվածությունն էլ գիտի, ափսոս գուրգուրանքը չգիտի, իր պապայի տան մեջ է ապրում, գիտեք, հայրանունն է գրում, ազգանունն է գրում, դա մեծ պատիվ է, շատերիս թվում է դա տենց էլ պիտի լինի, բայց շատ մարդիկ ցավոք սրտի այդպես չի, կան ընտանիքներ, որ միշտ իրար հետ են ու ցավով ես ասում, որ հարաբերությունները լավը չի լինում, ցավոք սրտի, ես ուզում եմ և աշխարհում, և մանավանդ իմ հայ ազգում ընտանիքները սիրով լինեն, ծաղկեն, բարգավաճեն, շատանան, մեր հայ ազգը շատացնեն, մեր հայ պատիվը միշտ բարձր պահեն, իմ համար այնպես չի, որ իմ ամուսինը թև ու թիկունք չի, հույս ու հենարան չի,
ինձ ուշ տվող չի, իմ ապավենը չի, այդպես չի, Աստծուն փառք, Աստված թող իրան երկար տարիների կյանք տա, բայց այն հոգուտ հարազատ, այն սրտիդ կեսից շատը միշտ տեղավորում ես քու մի մասնիկին, երբ որ գիտես այս մեծ աշխարհում այդ մի մասնիկն ունես, որ քոնն է, որ այս երակների մեջ նույն անունն է հոսում, որ պահի տակ կարա սիրտդ զգա, ասի վայ տնաս ախպերս ինչ բանի է, ու զանգեմ ինչ կա, պատասխանում ասի ինչ է գիտեիր մտքիս եմ, այդ կապը ուրիշ է, սիրելի հետևորդներ ջան, այնպես որ մտածում էի երկար, այս տեսանյութը անեմ, չանեմ, սովորաբար միշտ օրվա վլոգ եմ տեղադրում ու շատ անգամ եմ նկատել, թեկուզ հենց իմ ծննդյան օրը, մամայինս, Ալեքսինս, միշտ գրել եք շնորհավորանքի լիքը լավ ջերմուտակ խոսքեր, դրա համար ուզեցի այս տեսանյութն առանձնացնեմ ու կարոտած սրտով, թախծոտ աչքերով, փոքրիկ տեսանյութ, իմ սրտի խոսքը, իմ սրտի փափագը, իլուր համայն աշխարհի, քանի որ ինձ դիտում են տարբեր տեղից, փառք Աստծո, շնորհակալ եմ բոլորից Տեր, ասել, որ վաղը իմ թանկ աղբորս ծննդյան օրն է, այնպես չի, որ իմ աղբերը ամենայա, Աստծուն փառք, լավ աղբերներ շատ կան, թող էլ ավելի շատ լինեն, թող քուր ու աղբոր կապը միշտ ամուր լինի, երբեք չքանդվի, ինչքան էլ փորձեն քանդեն, առակտեն, արյան կանչը թող չթողա, որ այդ կապը քանդվի, բայց էլի հետևորդներ, իմ հայ ժողովուրդ, աշխարհով մեկ սփռված իմ լավ ժողովուրդ, ախ այս սրտիս մեջ, սրտիս տեղն էլ թարսից տվի, ախ իմ այս սրտիս մեջ, աղբորս տեղը յուրահատուկ է, շատ սիրում եմ իրա տեսակը, թարսա այս մեքենաների ձենը, շատ գնահատում եմ իրա տեսակը, այն ոնց են ասում, Աստծո ամեն օրը, այն որ զարթնում եմ ու սենց բայտակ քթիս մուխը գնում աղբորս հիշելով, ասում եմ Աստված ջան, մենակ աղբորս առողջություն, աշխարհին խաղաղություն եւ առհասարակ նկատած կլինեք, ես բոլորիս համար եմ ուզում առողջություն ու խաղաղություն, այդ երկուսը որ լինի, չէ, հավատացեք մնացածը, ճիշտ է, դժվար հարցեր են, բայց լուծվող հարցեր են, իսկ առողջությունը դա այն բանն է, որ կա սենց ձեռնեիդ մեջ փայփայես, ինչը որ նամանավանդ տղամարդկանց մոտ չի լինում, որովհետև տղամարդը դրսի պատը, տղամարդը դրսի սյունը, բայց այնպես չի, որ իմ աղբերն է, դրա համար եմ ասում, չէ, նորից եմ ասում, շնորհակալ եմ, որ դուք էլ եք նկատել, իմ աղբերս համ դրսի պատը, համ ներսի պատը, համ մի ամուր պինդ հենարան է իմ համար, այն որ ասում եմ աղբերս, չգիտեմ, 2 թև ավել եմ առնում, այն որ ասում եմ, ես չեմ հիշում, որ իրան ասած լինեմ Դավիթ, այ Դավիթ, միշտ պուճուրուց, նա ինձ քիրիկ, հմի ճիշտ է մեծացել է, բայց էլի անունս չի տալիս, քիրա, հմի էլ քիրա եմ դարել, ես էլ իրան ապեր ջան, կամ մեր լորեցիկ ոնց կասեն ապո ջան, Դավիթ ջան, ցավդ տանեմ, հմի այս բառերով է, իմ թանկ աղբեր, իմ լավ աղբեր, իմ ամենայուրահատուկ աղբեր, ինչ ասեմ, ծնունդդ շնորհավոր, գիտեմ նեղվելու ես, որ սենց հանրայնացնում եմ, բայց իմ աշխատանքն է, իմ գործի բնույթն է, եթե ես կիսվել եմ իմ հետևորդների հետ, իմ առօրյայով, ձեր տանից էլ եմ վլոգներ արել, ցույց տվել քո արած դրածը, քո ստեղծածը, քո կառուցածը, քո սիրուն տղուն, բա ոնց
Մի էլ պարտավոր եմ, որ ասեմ, որովհետև արժանացել ես մարդկանց հավանությանը, սիրուն, գովասանքին։ Դրա համար էլ ուզում եմ առանձին ասեմ, որ ծնունդդ շնորհավոր, իմ թանկ աղբեր, իմ յուրահատուկ, իմ վեհություն, իմ էություն, իմ ամենանվիրական մարդ, իմ այս մեծ մոլորակի մի պուճուր մասնիկ, բայց ամենալուսավոր մասնիկ։ Ինչ ասեմ, առողջ ելնես, մեր գլխից միշտ անպակաս, Աստված քեզ այնքան առողջություն տա, ինչքան որ հարկ համարի։ Մտքերս խառն են, ասելիքներս շատ, բայց հերը թողնենք մի կողմ ու ասում եմ, որ հպարտ եմ, որ ունեմ քո նման լավ աղբեր։ Աղբեր ունենալը մի ուրիշ հաճույք է, մի ուրիշ հպարտություն է, մի ուրիշ զգացողություն է, թե այն փոքր տարիներից, մանկության տարիներից, Աստծուն փառք, այնքան խելոք եմ եղել, որ չի եղել տես դեպք, որ ասեմ, այս աղբորս ասեմ կտենակ, կա չէ երեխեքի մեջ սենց բան, մեր մեջ այդ արտահայտությունը չի եղել, ես խելոք սուսփուս իմ դասերին տան գործերով, համոզելով աղբորս դասերին, այդ ձևի մանկություն ենք մենք ունեցել, քաղցր մանկություն ենք մենք ունեցել այնքանով, որ հասկացել ենք թեկուզ մի հատ կանֆետը առանց իրար չենք ուտելու, թեկուզ այն մի համով բանը առանց իրար չենք ուտելու, այդ ձևի լավ մանկություն ենք ունեցել մենք, այդքան յուրահատուկ մանկություն ենք ունեցել մենք, ուստեղ ոնց չասեն, ասմա, եթե ես ծնվեի նորից ծնվեի, կուզեի ծնվեի նույն հորն ու մորից, չէ, համի մերն է ու հատուկ շնորհակալություն մեր հորն ու մորը, որ քո նման լավ աղբեր են բերել տվել ինձ, Ալեքսիս ու տենց շարունակական։ Այդքան բան, մտքերս այնքան խառն է, սիրելի հետևորդներ, այն խոսում ենք Դավիթի հետ, մեկ էլ ասում է, հադե վեր կաց արի, այնպես չի, Աստծուն փառք, այսօր ինչա, կարաս իրոք վեր կենաս ու գնաս, այն մի ժամանակ էր ինձ այնքան ուրիշ էր թվում, ասում էի, բա ոնց կլինի, բա ինչ կլինի, այսօր ուզենամ մի ժամ հետո հավաքվեմ գնամ, բայց նպատակներ ունենք, գործողություններ ունենք, պահը կգա, սիրելի հետևորդներ, ամեն ինչի մասին էլ կիմանաք, դեռ շատ անելիքներ ունենք, այնպես որ ես չեմ սիրում, որ ասեմ, չասեմ, որ աչքի չգամ, ես այդ ծնոտիական բաներին չեմ հավատացել, չեմ էլ հավատում, ես միայն հավատում եմ իմ ամենակարող Տեր Հիսուս Քրիստոսին, ուղղակի ես սիրում եմ միշտ ասեմ, Աստծուց առաջ չընկնեմ, գիտեմ, տեսանյութս մի քիչ տխուր է ստացվում, բայց թե ես եմ, այս ձևի եմ, ձեր Անահիտին գիտեք, եթե տխուր եմ, չեմ կարամ արհեստական ժպտամ, աչքերս մեծացնեմ, դեմքիս փայլ տամ, այս պահին չունեմ ես այդ դեմքի փայլը, բայց իրտս ընքան խաղաղա, հոգիս այնքան խաղաղա, կարևորը գիտեմ, որ առջևում դեռ ունենք ծրագրավորած շատ բաներ, ուղղակի Աստծուց առաջ երբևիցե չեմ ուզում ընկնեմ, միշտ սիրել եմ ինչ-որ մի բան անեմ, վերջացնեմ, հետո նոր ձեր հետ կիսվեմ, իմ հետևորդուհին անել, միշտ նեղացել, ասել այ Անահիտ, դես բանեցիր, ասա էլի, հետո երբ որ շփվում ենք իր հետ, ասում եմ Ինա ջան, ոնց ասեմ, բա որ ասեմ ու չստացվի,
Դրա համար այսօր այո, մենակ վատը նայա, որ տեսնում եք Նիկայի գալու ժամանակ ու դրանից հետո այս վերջերում ավելի չես իմանում ինչեր լինում, ինձ թվում է տեսած կլնեք, չեմ ուզում սեն չատ, եթերային ասեմ ու ասեմ, պահալնում, որ օթանավը նույնիսկ հարկադիր վայրեջ կա կատարում երկրի իրավիճակից ելնելով, այդ վախերը մի կողմ դնելով, սիրելի հետևորդներ ջան, որ կարողանաս մի կողմ դնես, վեր կկենաս ու կգնաս, բայց այնքան չեմ ես վախենում իմ համար, ինչքան իմ երեխի համար ու բոլորս էլ երևի թե այդպես է, տենց ենք մենք դողում ենք մեր երեխեքի համար։ Մտածում եմ կասեկանա այդ Ջանստեից Ամերիկա ու ես իմ ուրչի վեր գնամ, հավատացեք մի քանի պատճառ ունեմ, իհարկե գումարային ամենավերջի կետում է, այնպես չի որ վերջ է էլի, մարդին չելուզի կձգտի, բայց մեկ ուրիշ պատճառներ կան, պահը կգա, սիրով կկիսվեմ ձեր հետ ու կհասկանաք, թե չգիտեմ գրելու եք Անահիտ ջան վեր կաց գնա, այսօր այդքան դժվար չի, այսօր են, գիտեմ, փառք Աստծուն փառք, մի քիչ երկար ասեմ, այն որ ամուսինս տոմսը կառնի, կասի գնացեք, ֆրֆրացեք, հետ եկեք, բայց մի օր կհիշենք, այս պահը էսա թելադրում, ինչու որոշեցի ես տեսանյութը առանցին անեմ ու վաղը կամ երեկոյան շատ ուշ, այսինքն 18-ի լուսաբացին կդնեմ, գիտեմ, շնորհավորելու եք, գիտեմ ամենալավ բաներն եք ասելու, ամենանվիրական խոսքերն եք ասելու, ինչպես միշտ շատ անգամ եք ասել, նամանավանդ աղբորս իրա պահվածքի համար, իրա տեսակի համար, իրա ստեղծած ամեն ինչի համար, իրա շատ հավանել եք, երբ որ Նարեկս մեր հետ հայերեն էր խոսում, այո, ճիշտ է իրանք օտար հողում են, բայց իրանց տանը հայերենն է, իշխում, գերիշխում, ոչ թե իշխում ու այն որ ամոթ էլ չլինի ու մի քիչ սենց կարող է շատերի ականջին դուրս չգա, իմ ամենամեծ երազանքն է, սիրելի հետևորդներ, որ բոլոր դրսի հայերը հետ գան իրանց տուն, հետ գան իրանց երկիր, վայելեն իրանց այն մի կտոր հացը, բայց իրանց հողի վրա, իրանց պատերի, իրանց տան պատերի ներքո, թեպետ և այդ իմ համար հլավոր երազանք է, մյուս կողմից էլ, եթե ես գնայի, շատ հետաքրքիր վլոգներ կանեի, ասելիքներ շատ ունենք, հետաքրքիր բաներով կիսվելու թեմաներ շատ ունենք, դրա համար եմ ասում, չեմ ուզում էլի Աստծուց առաջ ընկնեմ, պահը ոնց կգա, տենց կթելադրի, այդպես էլ կանենք, իսկ այսօրվա համար, այս չէ տեսանյութ, մտքիս այսօր էդ էի մտածում, 18 տարեկանից սկսած, դե տղամարդու տղու կյանք է, չէ, գնում ես բանակ հայրենիքին պարտքը տալու, հետո եկավ մի քանի ամիս, իրան լավ զգաց, հետո կազմեց ընտանիք, տարի ու կես ապրեցին ու վսյո, գնացին թևեր առան ու թռան, տարիներ շարունակ մենք իրար հետ բաժակ իջտվինք, ծնունդ չշնորհավորեցինք, էկրանով, էդ ինչ է, այդ ստից բան է, բայց այս տեսազանք ստեղծողի բալեկն ապրեն, էլի լավ է, որ ունենք այս հնարավորությունը, այ 23 թվին հավեսով ծնունդ արեցինք, սիրելի հետևորդներ, կհիշեք, ինձ սրտի թրթիրով, ինձ յուրահատուկ ձևով արինք մեր ծնունդը, աղբորս համար հատուկ տորտ թխեցի,
Մի խոսքով գնացինք մի լավ տեղ ու հավեսով ու հաճելի ձևով մեր հավաքույթը արեցինք, մեզ լավ զգացինք ու մեր հուշադարանը, այս դեպքում ես միշտ ասել եմ, չէ, իմ YouTube-յան էջը համարում եմ իմ այն հին թվերը, չգիտեմ դուք ունեցած գտնեք թե ոչ, ես ունեցել եմ հուշատետեր, նմանեցնում եմ հուշատետրի, որովն ինչ արի, ուր գնացի, ինչ տպավորություն ունեցամ, հիմա հլա որ 23 թիվը մտքիցս չի գնում, 3 տարի առաջ այսօրը խառնենք, խառը հեյ, էլի կգան այդ օրերը, դեռ ավելի լավ օրեր կգան, մենակ Աստծու կամքով աշխարհը խաղաղ լինի, մենք էլ առողջ, այնպես որ իմ աղբերս, թանկս, յուրահատուկս, քեզ անսահման առողջություն, այն որ երկաթից ու պողպատից ամուր առողջություն, գործերիդ հաջողություն, այն որ ասма ինչ ցանես կանաչ դեմդ գա, ինչ ասեմ, ամենալավ բաները քեզ, քո ընտանիքին, քո այն սիրուն Նարեկին ու սիրելի հետևորդներ ջան, այսքանով սահմանափակեմ իմ տեսահոլովակը, կհանդիպենք օրվա վլոգում, առայժմ նախորդ շնորհակալ եմ բոլորիցդ, ձեր վերաբերմունքի, ձեր գրառումների և առհասարակ ձեր մարդ տեսակի համար, շնորհակալ եմ շատ ու շատ,